Համացանցում բազմաթիվ են տեսանյութերը, որ հատկապես Սփյուռքից հոգեվորականներ, որոնք եկել են եկեղեցական ժողովին մասնակցել եւ ընտրություններ կատարելու, մարդիկ բաց հայտարարում են, անուն ազգանունով հայտարարում են, որ մեր վրա ճնշում է եղել, մեզ հրավիրել են այսինչ տեղը, այսինչ գեներալները, ոստիկանապետներ ճնշել, տարբեր հաղորդումներ կան, պետք է դրանք ուղղակի վերցնել, այլ համացանցում բազմաթիվ են նման հաղորդումներ, ճնշել են, որպեսզի ընտրեն Կտրիչ Ներսիսյանին կաթողիկոս, ճնշումները եղել են այդ բովանդակությամբ եւ այդ ուղղությամբ, ճնշումները եղել են այնպես, որ այդ հոգեվորականներից մեկը հայտարարում էր, որ քանի ժամ իրեն պահել են, ստիպելով, որ անպայման պետք է քվեարկես իրենց ուզած տեխնացուին, սա ինչ է նշանակում, այսինքն ընտրությունների կեղծիքը հենց այդտեղից է սկսել, չէ՞։ Եթե իսկ կեղծ ընտրությամբ չի կարող ընտրվել նորմալ մարդ, չկա նման բան, աշխարհում չկա, եթե կեղծ ընտրության ես, դու կեղծիկ կատարողների կամակատարն ես դառնալու, ուրիշ ձև չկա։ Ինչ ենք մենք այդքան բարձրաձայնում ընտրությունների արդար թափանցիկ լինելու կարևոր հանգամանքը, որովհետև երբ որ դու ընտրված ես ժողովրդի կողմից, դու ժողովրդի առաջ ես պատասխանատու։ Իսկ եթե քեզ որևէ մեկը ստիպել է, որ քեզ ընտրեն, այդ որևէ մեկին դու արդեն պիտի ենթարկվես։ Եվ այդ համարվում է կլանային հարաբերություններ։